Միատ կպահեք։ Ոգևորությունը Քիչ կպահեք։ բացը դեսում է ներքի խմբակցությունը եկել էստեղ չի Աղորդում եմ չէ տվե հանցագործության մասին։ Մինչև վճռաբեկ դատարան գիտեք քանի շահած դատուն եմ, վարույթներ ա սկսել։ Ինչով էր պայմանավորված այդ որն ծափարդը։ Հենց էր ասում, էր ապա։ Հազարան versus հազարան նախագծի կլիեններն են։ Որ ասում եք ներսում խմբակցություն ունեմ ԿՊ-ի ովքեր են ձեր թիմ։ Այն բոլոր են պատգամավորները, ովքեր ինձ խտրականության ենթադրել հանցանքի կատարելով ընդունելության չեն արժանացրել եւ նախաձեռնել է վարույթ իմ նկատմամբ այդ վերաբերմունքի համար եւ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Այսի գործեր հիմա բազում են։ Ես ցույց կներկայացնեմ։ Արթուր Հովհաննիսյանը տեսնում եք Արթուր Հովհաննիսյանի վրա վարույթ կա դատանի օրինական վճռի չկատարելու մասով Արթուր Հովհաննիսյան եւ Ռուստամ Բաղդան։ Այդ MIP-ի որ Ռուբինյանը ասում է ինքը ոնց որ հիշում ջայ տղա բայց չգիտեմ չի հիշողություն լավ չի։ Թակուի Թովմասյանին պաշտոնից հեռացրել են MIP-ի հանձնաժողովի նիստից հետո միջադեպից հետո այդ է բա այդ ժամանակ Հովիկ Աղազարյանը ԿՊ խմբակցությունից այդ նիստի ժամանակ ասաց որ իրանք հարց են բարձրացնելու Թակուի Թովմասյանին հեռացնելու ու դրանից հետո Թակուի Թովմասյանին հեռացան այդ նիստի ժամանակ Ռուստամ Բաքոյանը ու Արթուր Հովհաննիսյանը ցուցաբերած խուլիգանական պահվածքի համար որ վիրավորանքներին հնչեցրել են դատանի որոշում կա որ դիզից ներողություն խնդրեն երկուսն էլ ներողությունը չեն խնդրել եւ երկուսով էլ քրեական վարույթ կա նախաձեռնել բտրիկ սաղին կլինի Աղազարյան իսկ ինչպես եք վերաբերում Հոբինյանի այդ առաջարկին որ եկեք բարեկիրթ աշխատենք կառուցողական լինենք Ես կարծում եմ որ այդ առաջարկը ինքը հենց իր ելույթով արդեն իր առաջարկը փշրեց որովհետեւ այն խոսույթը որ ինքը բերում անդիմադիր գործիչների նկատմամբ քննադատական չէ վիրավորանք պարունակող եւ այլն հենց իր ելույթի մեջ ինքը արդեն միջայլոց ինքը կերպարներից է որը կարծում եմ դուք եք շատ ժամանակ շփվել ձեր միջոցով ենք մենք իրան ճանաչել ես անձնական շփում ենք գործիչների շի որ ցուցաբերի Դուք հարցեր չունեք Ռուբինյանի դուք չգրավում ձեր թիմակիցների հարցերը նոր ինչպես է Հայտարարել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգը դա մեր գլխավոր խնդիրն է եւ մեր խնդիրն է նաեւ մեր ժողովրդի հոգսերը լուծելը մեր Ինչպես է դա 5 տարում եք պատկերացնում թե ավելի կարճ ժամանակահատվածում Փաշինյանի հեռացումը Սահմանադրությունը տարբեր ռեժիմներ է նախատեսում նախ հրաժարական կարալի ցանկացած բահի է սահմանադրության հետեւաբար տարբեր հանգամանքներում տարբեր իրավիճակներում նա ինքը կարող է գիտակցված մոտեցում ցուցաբերի եւ հրաժարական ներկայացնի եւ մենք այդ պահանջը մշտապես Չէ, ասենք ինքնական չէ ձեր քայլերի Ոչ ինքնակամը ըստ սահմանադրության առաջին հնարավորությունը լինելու է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, որովհետև եթե ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ժողովրդական ծրագրին, ապա վարչապետը իրավունքի հավանություն կտա։ Չէ, հիմա դուք իրան տենց ես սխալ եմ համարում էլի падգամավորներին որպես մեկ խմբավորում դիտարկելը, որովհետև սահմանադրությամբ յուրաքանչյուր падգամավոր առանձին նա ներկայացնում։ Հիմա չգիտենք թե կառավարությունից ծրագիր ներկայացրել, կարող այնպիսի ծրագիր ներկայացնի, որ ԿՊ-ում գտնվեն մարդիկ, ովքեր որ դեմ լինեն այդ ծրագրին կապված դրա բովանդակությունից։ Հիմա երբ որ ներկայացվի, հիմա երբ որ ներկայացնենք մենք այդ մի քանի օր հետո կարծում եմ այդ առիթը կունենա։ Թիմում ձեր աշխատողներ կան, որտեղ մամուլում գրվում էր, որ ազգային ժողովի փոխոսնակ ձեր տեխնացություններ քննարկվելու հետո Մամուլի գրել ինչ կապ ունի իրականության։ որ շատ դեպքերում իրականություն է, եթե ոչ մեծամասն։ Չէ, մամուլի գրառումները իրականության հետ կապ չունեն, մենք ազգային ժողովի փոխոսնակի հարցը քննարկել ենք այսօր առավոտյան խմբակցության։ Դրանից առաջ երբևէ քննարկում չի եղել։ Որոշումը խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը իրանք են իրավասու խմբակցության Ունենալ ձեզ չտվեցին կարգով ինչ էիք ուզում հայտարարել։ Ուրեմն ասեմ ձեզ որ ազգային ժողովի նիստը ընթանում է կոպտագույն խախտումներով կանոնակարգի եւ կնյազը Հասանով չի կարողանում իրավիճակը չի տիրապետում եւ չի կարողանում նիստը ըստ կանոնակի պահանջների կատարել։ Ես նույնիսկ իրան ուզում եի առաջարկել, եթե տարիքին այնքան դրա տարիքն է, ինքը թոշակային տարիքի է։ Վարչապետը լայն հնարավորություններ է ստեղծել թոշակառուների համար լառնակա գնալու, ասենք ինքը կարող է այսօր շատ հանգիստ անդարտ գլուխը դարդի դակ չդնել, եթե լառնակա ուրիշ падգամավոր
նիստը նախագահ էր, մենք դրա հետ աշխատենք։ Հիմա ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ունի ելույթի իրավունք եւ ինքը որ քանի դեռ ազգային ժողովի ղեկավարություն ընտրված չի նախագահ տեղակալն է, ինքն է պատասխանատու նիստի ըստ կանոնակարգի պահանջների կատարման համար, այսինքն ինքը պարտավոր է ճշտի, վեհապարը հրավիրվել է, թե կարող է հրավիրվել է ինքը չի եկել, չգիտեմ, ասեք այսօր Կիրակի օր է, Վահագ Հովակիմյանն այդ հակաքրիստոնեական որոշում է, չէ՞, այս այսօր մեզ աղից աշխատացնում է։ Թող գար դռները փակ չէին իր Չէ, ասեք այդ ինքը չպիտի որոշի, ընդհանրապես ասեք հիմա հանրապետության նախագահ գլուխ կախ է եկել, չեն հրավիրել իրան։ Արարողակարգի աշխատակիցները չեն ասել, իրան ով այդ մուտքի մոտ դիմավոր նախագահը, չէ՞, նախ սովորական ասենք չի գալու միջանցներով մանկապետի, արարողակարգի աշխատակից էր, չէ՞, ով դիմավոր են, ուղեկցեն դահլիճ, այդ է նշանակում պատվավոր մարդկանց, այդ թվում նաև նախագահի ու վեհապարի մասնակցություն, այսինքն պետք է ճշտեին։ Միգուցե նորից եմ ասում, Կիրակի օր է, պատարագի օր է, ինքը չի ցանկացել, այս չգիտեմ, բայց հասանով մեզ պարտավոր է պատշաճ տեղեկություն տա, ասի, որ ես ճշտել եմ, վեհապարը նպատակարար չի գտնում իր իրավունքիցով։ Հիմա դա շատ կարևոր է, դա արվել է, թե չի արվի, այսինքն եթե չի արվի, այսինքն խոչընդոտ են ստեղծել վեհապարի իրավունքի իրացմանը, դա անթույլատրելի է, որը դատապարտելի է։ Երկրորդ ասեք օրինակ գրանցել կանոնակարգ հստակ ասում է, գրանցումից հետո падգամավորներն վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք, դե շատ 30 վայրկյան է կարծեմ, թե ինչքան բոլոր падգամավորները, ինքը թույլ չի տալի падգամավորները վարման։ Ասում ամեն մի քվեարկությունից առաջ падգամավորներն ունեն վարման կարգի վերաբերյալ, հիմա ասենք թե հաշվեկնիչ հանձնաժողովի քվեարկությունն է դրվում, ես վարման կարգի վերաբերյալ ձայն եմ խնդրում, ինչ այսինքն ակնհայտ կոպտագույն խախտումներով է ընթանում։ Նիստը չի տիրապետում մարդը, դե հիմա չի կարում թողնի գնա ով դա։ Քանի որ դուք այսպես հումորի լավ զգացում ունեք, ինչպես կմեկնաբանեք այն, որ իշխանությունները ծափահարում էին, ընդդիմադիր падգամավորների անունը երբ կարդում էին, ընդդիմությունը միայն ծափահարեց Արթուր Սարգսյանի պարագայում, սա ինչ է, այդպես փորձում են ձեզ զգուշացնել, որ այդ ծափերի ներքո դուք ձեզ դեռ խորհրդարանում կտեսնեք, իրենց ոճի համաձայն է։ Գիտեմ, այդ ծափերը ճիշտ ասած կանոնակարգով նախատեսված չի, որ падգամավորները պետք է ծափ տան։ Հետևաբար թե ով ինչ էմոցիոնալ դրսևորումներ է ցուցաբերում, ես չգիտեմ։ Ես ինքս Արթուր Սարգսյանի անունը հնչելուց ծափարել եմ ոչ թե այն բանի համար, որ դա իմ մոտ ինչ-որ բան էմոցիաներ առաջացրել, այլ նրա կարգավիճակը։ Ես անթույլատրել եմ եւ այդ հարցը պետք է ճշտվել Հասանովից։ Պաստորեն ազգային ժողովի գործող 9-րդ գումարման падգամավորը հնարավորություն չունի մասնակցելու նիստի, երբ որ ես որպես 9-րդ գումարման падգամավոր դատախազի նման համաձայնություն չեմ տվել նրան խափանման միջոցը կիրառելու համար եւ падգամավորը, այսինքն ես հիմա կարող Արթուրը ներկա է լինում պարոն Սարգսյանը եւ առաջադրվում էր ազգային ժողովի նախագահի տեխնացուի, դեպի ինքը նախորդ անգամ առաջադրված է։ Ձեր անունը լսելուց էլ այսպես ջերմեռանդորեն Չգիտեմ հիմա իրանց էմոցիաները իրաց արձակի չի։ Ուժեղ Հայաստանը հայտարարել է, որ մանդատները վերցնում է, որպեսզի եւ խորհրդարանով եւ փողոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, կա հստակ ժամանակացույց դուք երբ օրինակ տարվես աշնանն եք հեռացնելու Նիկոլ Փաշինյանին ժամանակացույց չկա։ Թե եկող գարնանը Մենք նետած խնդիր չենք դրել ժամանակացույց կազմելու, մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել եւ առաջին հնարավորության եւ բոլոր հնարավորությունները կիրառվելու են այդ ուղղությամբ եւ առաջին հնարավորության դեպքում դա արվել։ Առաջին հնարավորությունը անվստահության գործընթացն է մի տարի հետո, եթե Ոչ, նոր քիչ առաջացնել է ուղղակի հասկանանք էլի։ Հասկացեք։ Չէ, ոնց է ասեցիք հնարավոր։ Ասեցի, առաջինը կառավարության գործունեության ծրագրի քննարկումն է։ Եթե ազգային ժողովը հավանություն չի տալի կառավարության ծրագրին, վարչապետը հեռացնում է եւ ազգային ժողովը ընդունում է։ Պարոն Ղազարյան, Առաջին հնարավորությունը այդ ժամանակ։ Կապան մեծամասնություն Չգիտեմ, չեմ խոսում։ Քանի որ խախտումներից խոսեցիք, նաև վեհապարին չհրավիրելու կամ չգիտեմ պատշաճ ճետարարող կարգը չպահպանելու հետ կապված ինչ որ քայլեր որպես պատգամավոր ձեռնարկելու եք այս խախտումների ուղղությամբ նաև վեհապարի մասով։ Կարծում եմ մենք խմբակցությունում քննարկել կոպտագույն խախտում է կանոնակարգի եւ չի կարա ազգային ժողովի նիստը սկսի հենց կանոնակարգի կոպտագույն խախտումներով։ Կարծում եմ որ մենք խմբակցությունով քննարկենք եւ այսինքն դա անհատական պատգամավորի տիրույթում չի էլի, խմբակցությունով կարծում եմ դիրքորոշում կունենանք։ Ղազարյան, դուք պաշտպանում եք ձեր այն հայտարարության համար Սակրավորի պայթունի ռումբի թեմայով, որ արել եք եւ մեծ աղմուկ եք արտադրած, ասում եք ով մտնի հանի այդ բանը, ռումբը թող պայթի,
Ինչ կասեք։ Շատ լավ, դա Հայ մահ էիք ցանկանում։ ոչ, նման բան գոյություն չունի, ես Սակրավորը հայ է, որ պետք է անել։ Կարելի է պատասխանել։ Ուրեմն այդ կապակցությամբ մի շարք պատգամավորներ, եթե ազգային ժողովի նախագահի հավակնորդը տեսանյութը ինձ իմ հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնելով եւ այլն, ինչի կապակցությամբ ես պատրաստվում եմ քաղաքայցով առաջիկայում դատի տալ վերջնաժամկետը կարծես վաղնա, անպայման կտամ այդ հայցը, որովհետեւ նրանք Ռուբինյանին վիրավորանքի եւ զտպարտության համար, որովհետեւ այն տեսանյութը, որ իրանք մի հատվածը ընդամենը տարածում են, դա հայելի ակումբում 2024 թվականի իմ խոսքից է հատված, այն նույն ժամանակա, եթե նայեք կադրերի հետևի մասում Սրբազանի քայլերթից կադրեր կան, այսինքն Սրբազան շարժման ժամանակաշրջաններ եւ ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ, հանձնարարականն էին տվել հայ սակրավորներին, որպեսզի նրանք այն տարածքները, որոնք հանձնել են Ադրբեջանին, այդ 4 գյուղերը հարակից տարածքներ, ականազերծեն, նոր հանձնեն Ադրբեջան։ Եթե հիշում եք, բնան նաև հայտարարություն անով, որ հեսա պայթյուններ են լնելու ոչ բացի ականները պիտի պայթեցնեին, որ նաև թուրքերը լսեին դրա ձայնը։ Ես մինչև այդ հարցազրույցի ժամանակ դիմում եմ մեր սակրավորին, ասում սիրելի զինվորականներ, սիրելի սակրավորներ, ձեր խնդիրը այդ տարածքները ականապատելն է, ոչ թե ականազերծելն է։ Դուք իրավունք չունեք ապօրինի հրաման կատարելու։ Եթե ձեզ ուղարկում են տարածք, դուք կարող եք նաև տարածք ականազերծեք, եթե դա մեր զինվորների հետագա ռազմական գործողությունների կամ գյուղացիների համար է, որ այդ հողերը մշակեն։ Ձեզ եթե հանձնարարում են, որ դուք գնաք թշնամու առաջ ճանապարհ բացեք, որ նրանք գան մեր երեխեքին սպանեն, այդ ինչ եք անում դուք, դա թշնամություն է։ Իսկ թշնամություն անողը պիտի պատժի։ Այսինքն բոլոր դեպքերում Դա ասա նա ով այդ բայց ասում եմ իմաստը դա է, որ սակրավորը ինքը պիտի օրինական էր, այսինքն եթե իրան ասում են դու գնա թշնամու առաջ ճանապարհ բացի, որ ինքը գա հայերին սպանի, այդ գործողություն անողը թշնամություն ան, ինքը պիտի հրաժարվի այդ նրան։ ցանկացել եք հայ սակրավորի մահ։ Գիտեք ինչ, կա զինվորականներ, որոնք բարեխիղճ չեն կատարում իրենց պարտական, հայրենիք են պաշտպանում։ Կան զինվորականներ, ովքեր դավաճանում են հայրենիքը, օգուտ են տալի թշնամական գործողություն։ Նրանք ովքեր դավաճանում են մեր հայրենիքը, արժանի են ամենայն պատժի։ Իսկ ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը։ Դուք ասում եք, որ պատերի տակ յուլելու մասին արտահայտության մեկնաբանությունը։ Նման արտահայտություն Ես չեմ արձագանքի ձեզ Սրբազան հոր հանդեպ ձեր դիմելաձևի ոչ կոռեկտ ամենից վիրավորել են։ Դուք ասում եք, որ ձեզ վիրավորել են, օրինակ Ռուբինյանը, մյուսները հայցիկ ներկայացնել, բայց շատերն էլ մեղադրում են ձեզ, որ դուք եք իրենց վիրավորել Facebook-յան գրառումներով եւ այլն, եւ հիմա եթե իրենք օրինակ հարցության կամ համերաշխ աշխատելու կոչ են անում, դուք սրան ո՞նց եք վերաբերում։ Օրինակ վերջին գրառումը դուք գրել եք, որ կա Հայաստան խմբակցություն, ուժեղ Հայաստան խմբակցություն եւ Արևմտյան Ադրբեջան, կամ դրանից առաջ օրինակ Մանա Հակոբյանի մասին ասել եք, որ եթե կան իրեն տանը, պետք է Փաշինյանին տանը, պետք է իրեն քնեցնեն նոր տանը։ Այսպեսի բաներ կա, չէ՞, կարծում որ սա ամեն ինչը կարող է հետո հետևանքներ ունենալ։ Չեմ, դա սովորական հրապարակախոսություն է եւ եթե հրապարակախոսության մեջ որևէ մեկը վիրավորանք տեսնում, կարող է իջээд ասեմ, որ Ալեն Սիմոնյանը իմ դեմ 3 քաղաքացիական հայց է ներկայացրել, Ռոմանոս Պետրոսյանը եւս մեկը։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն որտեղ իրանք վիրավորանք տեսնում են, հիմա Ռոմանոս Պետրոսյանը Ղազարյան versus Ղազարյան իրան վերաբերող թողարկումը նստես սղագրել է եւ որպես վիրավորանք ներկայացրել է քաղաքայց։ Ուզում ասեմ որտեղ իրանք ես չպիտի կարծեմ, լսողը պիտի, եթե որևէ մեկը համարում է, որ հնչեցված խոսքը իր հասցեն վիրավորանքը, դա քաղաքացիական հարաբերություն։ Մնացած դեպքերում դա հրապարակախոսություն։ Նորմալ եք համարում։ Ազատ խոսքը Ես վիրավորել մտադրություն չունեմ, ես ունեմ հրապարակային խոսք, որը ունի իր առանձնահատկությունը։ Հաղորդումները շարունակելու եք։ Ինչպես է գնահատում այն, որ մինչև այսօր ոչ Ռուսաստանի Դաշնությունը, ոչ Չինաստանը, ոչ Իրանի հոգևոր առաջնորդը չեն շնորհավորել Փաշինյանի ներկայացած վերընտրվելու համար, սա ինչ մեսիջ է եւ արդյոք սա նշանակում է, որ այդ ուժերը, այդ կենտրոնները, այսպես Հայաստանի ընտրությունները համարում են ոչ լեգիտիմ, շարունակելով այն, որ ՀԿ-ին դուրս թողեցին եւ այլն, չնայած այստեղ Ռուբինյանը փորձում էր ասել, որ ընտիր ընտրություններ են։ Հավելեմ նաեւ ձեր ցանկին, որ Փաշինյանին չի շնորհավորել նաեւ Միացյալ Թագավորության վարչապետը, այսինքն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ի ղեկավարները Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել։ Կարծում եմ, որ պատճառը այն է, որ նրանց որոշ դեպքերում կան հայտարարություններ, որ Հայաստանում ընտրություններ անցկացվել են կեղծիքներով, Նիկոլ Փաշինյանը ապօրինի ազատել իշխանությունը, հետեւաբար նրա լեգիտիմությունը այդ եղանակով չի ճանաչվում, ինչը որ իրականություն է։ Աշխարհաքաղաքական կոմպոնենտ կա։ Ես կարծում եմ, որ դա ցավոք սրտի կարող ունենա շատ ծանր Իրանի դեմ ինչ-որ Ես կարծում եմ, որ այո, դա կարող է ունենալ ցավալի հետևանքներ։ Ռուսաստանի պարագայում մենք այդ հետևանքները արդեն տեսնում ենք
Իսկ թե ինչ կարող է լինել նաև Իրանի կամ Չինաստանի հետ հարաբերություններում, մենք հետագայում դա կտեսնենք։ Հեռախոսազանգից հետո Փաշինյանն ասում էր բայետում հետ էին խոսում։ Ասում են բայետում հետ էր խոսում։ Պուտինի հետ հեռախոսազանգից Ինքն է զանգել։ Բավա Պուտինն է իրան, ինքն է զանգել, դու Պուտինում հետ, ով որ իրան զանգել է, նրա հետ է խոսում, հա։ Բացառում եք, որ ամսի, քանի որ այսօր հրաժարական են տվել եւ ըստ էության այլևս ինքը վարչապետ չէ, որտեվ երբ Դա խոսում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության, իրանք պետք է վարչապետի տեխնատու առաջադրեն նախագահին, չգիտեմ ում են առաջադրել։